Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք։ Եվ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթհայզերը կրկին դիմել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարությանը, կոչ անելով ավելի հստակ եւ գործնական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ պատանների ազատ արձակման ուղղությամբ։ Նա նախազգուշացրել է, որ հարցը կարող է վնասել Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում արձանագրված փխրուն առաջընթացին։ Եվրախորհրդարանականը Եվրամիությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել բոլոր հայ պատանների անվերապահ ազատ արձակելու համար, կարևորելով նաև միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նման արյունարու բռնապետերը տեղ չունեն Վաշինգտոնում, գրել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահային եւ արդարադատության նախարարությանը ապահովել, որ այս դաժան հանցագործներին թույլ չտան փախչել։ Նրանք պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն, գրել է նա։ Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվել էին նրա դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց։ Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերվել է հուշահամալիր, որը նվիրված էր հայրենական մեծ պատերազմի եւ արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այդ հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Սա նպատակային քաղաքականություն է, ջնջելու հայկական հետքը, պատմությունը եւ հիշողությունը Արցախում։ Իդեպ նշենք, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուադ Օկթայը Բաքվում ասել է, թե Զանգեզուրի միջանցք բնութագրվող Թրամփի ուղին համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը իր հետ կբերի նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուադ Օկթայը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։
Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել բացառապես բոլոր երկրների համար։ Դա նրա արձագանքն է Գերագույն դատարանի վճռին, որը սահմանափակել է նրա լիազորությունները ներմուծման սակագների սահմանման հարցում։ Նա նաև ասել է, որ դատարանի կողմից չեղարկված մաքսատուրքեր սահմանելու համար իրեն հարկավոր չէ Միացյալ Նահանգների կոնգրեսի հավանությունը, գրում է BBC-ն։ Ազգային անվտանգությանը առնչվող բոլոր մաքսատուրքերը մնում են ուժի մեջ, ամբողջությամբ ուժի մեջ, ասել է նա, հավելելով, որ պատրաստվում է Գերագույն դատարանի կողմից անօրինական ճանաչված մաքսատուրքերը փոխարինել այլ, ավելի արդյունավետ մեխանիզմներով։ Բացի այդ, նա չի բացառել, որ որոշ երկրների համար սակագների չափը դատարանի որոշումից հետո կարող է նույնիսկ ավելի բարձր լինել։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. 16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պարտավոր են ներկայացնել դատվածություն չունենալու մասին տեղեկանք, հայտնում է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Փաստաթուղթը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում եւ ներառվի դիմորդների ներկա եւ նախկինում ունեցած բոլոր անունները եւ ազգանունները։ Դատվածություն չունենալու մասին տեղեկանք պետք է ներկայացնել ներկայիս բնակության եւ բոլոր այլ երկրներից, որտեղ բնակվել են 12 ամիս եւ ավելի 16 տարին լրանալուց հետո, ասված է հաղորդագրությունում։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները։ Պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո։ Պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։